Նշենք, որ արդեն հոկտեմբերի ավարտն է, երբ չենք խաղում ու մենք սովորում բավականին ծուտեր դիմացություններ ու պետք է գործել մաքսիմալ արագ։ Պարտավոր գործել մաքսիմալ արագ ու երբ Նարեկ Արամետյանի հետ գնալու մենք թե ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, Նարեկ Արամետյանը հստակ ուզեց, որ այդ գյուղի տանիքները պետք է լինի ուղիղ այնպես, ինչպես որ իրենց գյուղի տանիքներն են։ 147 տանիք կապիտալ վերանորոգվել են, ուղղակի տանիքները կառուցան անգամ եթե մի փոքր ծագի մնացել վերանորոգել են ամբողջությամբ քանդել նորոգի կառուցել։ Այդ դեպքում մոտավոր եթե չեմ սալում 30 պատերը փնված ընդհանուր միջև փնը եկել որ 4 տանիքից 3 վերակառուցել են նորոգի։ Եվ մարդիկ ունարին դիմավորեցին որ տանիքը։ Կարմանը Նարեկ Արամետյանն ուզեց, որ այդ գյուղը լինի շատ սիրուն։ Ուղիղ ասում էր, ասեց ես ուզում եմ, որ այդ գյուղը լինի մեր գյուղի նման սիրուն գյուղ։ Մենք հաջորդի 147 ծրերի պատերի մայգելեցները արևեցի շատ սիրուն, սվաղել էին շատ սիրուն ենք արվել։ Այս պատմության մասին այգել ասած չգիտեմ, ձեզանից ով գիտեմ, թե չգիտեմ, քանի որ Կարամետյանների ընտանիքը միշտ մեզ արգելել է ալանցարել գործել նրա մասին հետ ինչ բարեգործություններ ենք անում, որովհետև էն է իրենց ձևը ու էն է ճիշտ ձևը։ Բայց մի բան եմ ուզում ասել, այսօր մի գրավ տեսա Facebook-ում ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կողմից պատգամավորի տված տարածաշրջանի ժամանակ նա ասել էր, որ եթե գիտեք մենք բարեգործություն ցույց կտա պարոն Կարապետյանը Գեղարդունիքի մարզում, ինքը 8 անգամ ներողություն։ Ես իմ ֆեյսբուքյան էջում, ես հիմա ձեզ պատմեցի, և իմ ֆեյսբուքյան իմանական էջում վիդեո եմ գրել, որտեղ որ երևում է սիրուն գյուղը և մի գրանումը և սեկտեմբերի նախացել։ Պարոն Գրիգորյան, ես իմ ասելիքն ասեցի, հիմա ձեր հետն է, սպասում ենք ձեր ներողությանը։